Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն ՀՕԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծագործող մշակութային արտադրանքի արդի պահանջներին հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը։ Մասնավորապես, առաջիկայում նոր թափով կշարունակվեն թատրոնի շենքի հիմնարարական աշխատանքները, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում իրականացված վերազինման և արդիականացման ծրագրի նմանությամբ պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես կվերազինվի նոր ձայնային և լուսային տեխնիկայով։ Շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամ։ Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործ ուղղել մարզային հյուրախաղերի, ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 միլիոն ՀՀ դրամով, որից 100 միլիոն ՀՀ դրամը կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը։ Եվս 50 միլիոն ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար։ Նշված ծրագրերն իրականացվել են քաղաքապետարանի ենթակայությամբ Հրաչյա Ղափանյանի անվան դրամատիկական և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում։ Մասնավորապես նախորդ տարի զգալի փոփոխություններ են իրականացվել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, իսկ վերջերս Հրաչյա Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնին հատկացվել է լրացուցիչ սուբսիդիա 100 միլիոն ՀՀ դրամի չափով։ Թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը սույն թվականի մայիսի 12-ին ժամը 15-ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման, սակայն թատրոնի ներկայացուցիչները նշված հանդիպմանը չեն ներկայացրել։ Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը։ Եթե դուք նկատեցիք, ձեռագրերը բավականին նման են և նույն հազար ներողություն արտահայտությանս համար խայծը փորձում են մեզ կերակրել, բայց չի լինելու, վստահ եմ։ Ինչ վերաբերում է նրան, որ թատրոնի աշխատակազմին հրավիրվել է քաղաքապետարան, ապա պարզաբանում։ Առաջարկը եղել է ինձ անձամբ, չեմ նշի, թե ում կողմից, հուսամ տեսախցիկից այն կողմ անձը, ով ինձ արել է այդ առաջարկը, չի թողնի, որպեսզի ես խաբեմ։ Ես հանդիսանում եմ պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Պատանի հանդիսատեսի թատրոնը այդ ընթացքում ունեցել է տնօրեն, մինչև այսօր ունի գեղարվեստական գծով պատասխանատու, ունի փոխտնօրեն, ունի գեղարվեստական խորհուրդ և այս որևէ մարմնին չի ուղարկվել պաշտոնական հրավեր, որպեսզի ժամանենք Երևանի քաղաքապետարան։ Եթե իմ անձը շատ ավելի բարձր եք դասում, քան նշածս միավորները կամ մարդկանց, ապա դուք չարաչար սխալվում եք։ Ես չունեմ այդ արտոնությունը, որպեսզի ինձ արված որևէ անձնական հրավերով կազմակերպեմ մի ամբողջ թատրոնի ներկայություն Երևանի քաղաքապետարանում։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, խնդրում եմ հարգելիներս, վերջի վերջո կպարզաբանեք առաջիկան իրենից ինչ է ենթադրում։ 1 օր 25 սանտիմետր 30 դար երբ է այդ առաջիկա հանդիպումը։